Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոն Բանյան, օր փետրվարի 18։ Տերը հավանում է իրենից վախեցողներին, որ իր ողորմությանն են հուսացած։ Սաղմոս 147 գլուխ 11 խոսք։ Աստծո այս վախը նաև բխում է Աստծո կողմից մեր նախկին անհանգստությունների հիշողությունից, երբ մենք տագնապի մեջ էինք մեր առաջին վախերի պատճառով։ Թեև մեր առաջին վախերը ծնվում էին մեր մեջ Սուրբ Հոգու հանդիմանությամբ, որպես անաստված վախ, և միշտ չէ, որ պետք է նույն կերպ ընդունվեն, այնուամենայնիվ այդ վախը մեր մեջ ու մեր հոգու վրա թողնում է մեր առաջին արթնացման և սարսափի զգացումն ու հիշողությունը, և նաև առիթ տալիս ու ծնում այս աստվածային երկյուղը։ Միայն զգույշ եղիր, ասաց Աստված, և քո հոգին շատ զգուշություն արա, որ միգուցե մոռանաս այն բաները, որ քո աչքերը տեսան, և միգուցե նրանք սրտիցդ դուրս գան քո կենած բոլոր օրերումը, այլ քո որդիներին և որդկանց որդիներին սովորեցնես։ Երկրորդ Օրինաց 4 գլուխ 9 խոսք։ Բայց ինչ էին այն բաները, որ նրանց աչքերը տեսել էին և որոնք կհանդիմանվեր նրանց, եթե մոռացվեին։ Դրանք այն բաներն էին, որ նրանք տեսան Քորեբում, այսինքն կրակը, ծուխը, խավարը, երկրաշարժը և օրենքի միջոցով իրենց առաջին արթնացումները, որոնցով նրանք հայտնվեցին գերության վախի մեջ։ Այո, հատկապես սա պետք է հիշեին։ Այն օրը, որ դու Քորեբումը կանգնել էիր քո Եհովա Աստծու առաջին, Եհովան ինձ ասեց. ժողովրդին ինձ մոտ ժողովիր և ես իմ խոսքերս լսել տամ նրանց, որպեսզի սովորեն ինձանից վախենալը բոլոր այն օրերումը, որ երկրի վրա կապրեն, և իրանց որդիներին էլ սովորեցնեն։ Խոսք 10։ Առաջին վախերի ժամանակ մեզ տիրող զգացողությունների ազդեցության տակ տեսածի, զգացածի, վախենալու և դողալու հիշողությունն է, որ մեր սրտերում ծնում է այս բարեպաշտ որդիական երկյուղը։